քչերն են պատկերացնում, թե իրականում ինչ է թվայնացումը եւ մասնավորապես հենց բիզնեսում եղած մարդկանցից են քչերը պատկերացնում։ Յուրաքանչյուր բիզնես սկսած նույնիսկ կեր փոքր բիզնեսից մինչև կեր խոշոր ընկերությունները, իրանք այսօր պարտավոր են անցնել թվայնացման ճանապարհով։ Որոշակի կապ ունի այդ Viber, WhatsApp-ի կոնտեքստի հետ, թե բացարձակապես ուրիշ բան է։ Բիզնեսի աշխարհում այսօր բազմաթիվ թվային հաշտակներ են արդեն գործում եւ շուկան շատ հետաքրքիր գործիքներ է առաջարկում։ Ավելի ակտուալ թեմաներից մեկը, որ շատ խոսվում է, նաեւ ավտոմատացումն է։ Ավտոմատացումը այն կարևոր գործընթացն է, որի միջոցով բիզնեսները կարողանում են կրկնվող գործողությունները իրականացնել ավտոմատ կերպով։ Այն ինչ ռիսկեր ունի ավտոմատացումը իր մեջ։ Դիմադրություն է առաջացնում եւ գործարարը այստեղ պետք է կամք դրսևորի։ Թե թվայնացման, թե ավտոմատացման գործընթացին եկել է կարծես թե օգնելու նաեւ արհեստական բանականությունը։ Արհեստական բանականությունը եկավ լրացնելու այս գործընթացները կոնկրետ բիզնես աշխարհում։ Հնարավոր է միայն լինի տնօրենը, մենեջերը եւ արհեստական բանականությունը։ Արհեստական բանականության գործիքները նաեւ օգտագործող մարդիկ են պետք։ Ինչ է պետք անել, որպեսզի բիզնեսը չմնա հետընթացում ավտոմատացման, թվայնացման եւ արհեստական բանականության համատեքստում։ Թեման այսօր մեր ուշադրության կենտրոնում է հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը բիզնես խորհրդատու տնտեսագիտության տեխնացու դոցենտ Ղարիբ Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հարությունյան, տեսեք, թվայնացում ասվածը այսօր շատ ակտուալ թրենդային խոսույթ է դարձել, բայց քչերն են պատկերացնում, թե իրականում ինչ է թվայնացումը եւ մասնավորապես հենց բիզնեսում եղած մարդկանցից են քչերը պատկերացնում, թե ինչ է թվայնացումը։ Եվ ինչպես հիվանդությունների դեպքում է ունական ախտանշաններ, չէ՞, այս պարագայում թվայնացման ճանապարհ տանող ինչ նշաններ կան, որ բիզնեսը արդեն հասկանա, որ ժամանակն է, արդեն պետք է թվայնացնի իր բիզնեսը։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում կարծում եմ, որ թվայնացման համար որևէ ախտանշան նույնիսկ պետք չէ բիզնեսին, քանի որ այսօրվա տարաշրջանում թվայնացումը արդեն դարձել է անհրաժեշտություն։ Այստեղ ընդհանրապես մասնագիտական աշխարհում երկու հիմնական տերմին են օգտագործում՝ թվայնացում եւ թվային տրանսֆորմացիա։ Թվայնացումը դա այն գործընթացն է, երբ որ բիզնեսը իր, այսպես ասած, թուղթուկրիչից անցում է կատարում թվային տվյալներ եւ սկսում է իր տվյալները, որ գեներացվում են բիզնես գործունեության ընթացքում, բացի այն, որ իր մտքում է, իր թղթերի վրա է կամ ինչ-որ միտեղ գրված է, ինքը սկսում է այդ ամբողջ տվյալները դարձնել համակարգչային տեսքով, դարձնել որոշակի ծրագրերի բազաներում եւ կարողանում է դա ամենակարևորը կառավարել։ Եվ կա թվային տրանսֆորմացիա տերմինը, որը նշանակում է, որ բիզնեսը ամբողջությամբ տրանսֆորմացվում է եւ իր բոլոր բիզնես գործընթացները կառավարվում են թվային տվյալների միջոցով, այսինքն ինքը իր կառավարումը դարձնում է թվային։ Սա ամենաբարձր մակարդակն է։ Ուստի կարծում եմ, որ յուրաքանչյուր բիզնես, սկսած նույնիսկ կեր փոքր բիզնեսից մինչև կեր խոշոր ընկերությունները, իրանք այսօր պարտավոր են անցնել թվայնացման ճանապարհով։ Տեսեք, ընկերություններ կան, որ դեռևս աշխատում են թվային դասական խմբագրիչներով, օրինակ Excel-ով, մեր օրերում նույնիսկ Viber, WhatsApp-ն է շրջանառվում բիզնեսում, սա արդյոք մարտահրավեր է, ռիսկ է, թե թվայնացումը որոշակի կապ ունի այդ Viber, WhatsApp-ի կոնտեքստի հետ, թե բացարձակապես ուրիշ բան է։ Իրականում կապ ունի, Viber, WhatsApp-ը կարելի ասել, որ թվայնացման հիմքերից է, բայց դա կարելի ասել արդեն հնացել է, բիզնեսի աշխարհում է հնացել, իհարկե կոմունիկացիոն այլ հարաբերություններում, անձնական հարաբերություններում դա օգտագործվում է, բայց բիզնեսի աշխարհում այսօր բազմաթիվ թվային հաշտակներ են արդեն գործում եւ շուկան շատ հետաքրքիր գործիքներ է առաջարկում, որ կարելի է անցում կատարել եւ մեր բիզնես գործընկերները, գործարարները պետք է կայացնեն այդ որոշումը, ի վերջո բոլոր գործընթացները տեղափոխել
թվային հարթակ եւ շատ ավելի կարեւոր է որ այդ թվային հարթակը լինի մեկը ու ամբողջ ինֆորմացիան տեղեկատվությունը եւ տվյալները կենտրոնանան մեկ հարթակում սա բիզնեսի զարգացման գրավականն է Այ թվայնացման հաջորդող այսպես ավելի ակտուալ թեմաներից մեկը որ շատ խոսվում է նաև ավտոմատացումն է ինչ զուգահեռներ ունեն այդ երկուսն իրար հետ եւ արդեն ինչ ասել է ավտոմատացում Շատ կարևոր հանգամանք նշեցիք ավտոմատացումը կարող ենք ասել որ հաջորդում է թվայնացմանը քանի որ որպեսզի բիզնեսը կարողանա կառավարել իր գործընթացները բիզնես գործընթացները նախ պետք է ունենա թվային տեսքով իր բոլոր տվյալները գեներացված սկսած վաճառքից, եկամուտից, շահույթից, ապրանքների շարժից եւ այլն բոլոր տվյալները պետք է լինի թվային տեսքով եւ երկրորդ գործընթացը դա ավտոմատացումն է ավտոմատացումը այն կարևոր գործընթացն է որի միջոցով բիզնեսները կարողանում են կրկնվող գործողությունները իրականացնել ավտոմատ կերպով եւ դա իրականացնում են ոչ թե մարդիկ, այլ իրականացնում են ստեղծված ծրագրերը։ Այսինքն որևէ հանձնարարություն, որ օրինակ առավոտյան բիզնեսի սեփականատերը գալիս է եւ տալու է որևէ հանձնարարություն իր աշխատակցին, այդ հանձնարարությունը արդեն նախապես տրված է եւ իր աշխատագիծը այս բaragայում կարող է լինել որևէ ծրագիր, այդ գործողությունը կատարում է։ Սա ավտոմատացումն է։ Այ ինչ ռիսկեր ունի ավտոմատացումը իր մեջ եւ արդյոք կիրառելի է ավելի շատ փոքր թե մեծ բիզնեսների պարագայում եւ բնականաբար ցանկացած հնարավորություն որքան էլ հնարավորություն է այնքան էլ ռիսկ է արդյոք այդ ավտոմատացումը սխալվելու ռիսկեր չի պարունակում ինչ որ բան թերի անելու ռիսկեր չի պարունակում Տեսեք, մեր փորձառությամբ կարող եմ կիսվել, մենք ստեղծել ենք ավտոմատացման մի հարթակ, որը մեկում է կոչվում, մեկում հարթակը ինքը ֆինանսների կառավարման եւ հաշվապահության ավտոմատացման հարթակ է, համակարգ է, որը բիզնեսին օգնում է ամբողջ ֆինանսները, կադրային կառավարումը, պահեստը, շրջանառությունը, հաշվառումը, հաշվապահությունը ամբողջությամբ ավտոմատացնել եւ իրականացնել դա ոչ թե ամենօրյա հանձնարարությունների որոշակի ժամանակ տրամադրելու միջոցով, այլ ավտոմատ կերպով։ Այսինքն ծրագիրը մենեջերի նաև փոխարեն կամ հաշվապահի կամ ֆինանսիստի փոխարեն ինքը ավտոմատ կատարում է բոլոր հնարավոր կրկնվող կամ նույնիսկ չկրկնվող գործարքները, եթե դրա հանձնարարությունը ստանում է գոնե մեկ անգամ։ Այստեղ ինչ ռիսկեր են առաջանում, հիմնականում կադրերի պատրաստվածության ռիսկն է, որ եթե կադրերը եւ նաև դիմադրության Այսինքն որպես կանոն մեր աշխատակիցները սովորաբար ավելի ցանկանում են օգտագործել այն գործիքները, որոնք իրենց համար սովոր են, սովորական են, հայտնի են եւ օգտագործում են երկար ժամանակ եւ չեն ցանկանում որևէ փոփոխության գնալ, սա դիմադրություն է առաջացնում Եվ գործարարը այստեղ պետք է կամք դրսևորի, հետևողականորեն գործընթացները ավտոմատացնի, եթե կամքը դրսևորվում է եւ դա անհրաժեշտություն է, որովհետեւ գործարարը այսօր մրցակցության մեջ է, ինքը պետք է մրցակցի մյուսների հետ։ Ու օրինակ այն գործարարը, որը չի օգտագործում նմանատիպ գործիքներ, ինչպես օրինակ մեկում համակարգն է, մյուս գործարարի նկատմամբ ինքը որոշակի արդեն հետ է մնում եւ մյուսը առավելություն է ստանում։ Նույն այդ ժամանակը ինքը կարող է օգտագործել ստեղծագործելու, շուկաներ ուսումնասիրելու, այլ ուղղություններով։ Հետևաբար ավտոմատացումը նաև մրցակցության ինքը կարևոր գործոն է։ Հիմնական ռիսկը այստեղ է առաջանում, որպես այդպիսին, եթե համակարգը հարթակը կառուցված է հստակ կոնկրետ ծրագրային ապահովմամբ ինքը սխալվելու հավանականություն չի առաջացնում ընդհակառակը նվազեցնում է բոլոր հնարավոր մարդկային սխալները օրինակ եթե մարդը հաշվապահ Excel-ի միջոցով կարող է ինչ-որ թիվ սխալ գրել
մի 0 ավել գրել կամ պակաս գրել, մեկում համակարգը այդ խնդիրը լուծում է, չի կարող ինքը սխալ գրել, որովհետև արդեն ինքը ծրագրավորված գիտի, որ այդ 0-ն պետք է ավել չգրվի։ Հետևաբար ինքը ավելի շատ օգտակարություն է բերում, քան ռիսկեր է առաջացնում։ Տեսեք, իմ դիտարկումներով պարզ եւ նաեւ երևի դուք էլ ձեր փորձով կհաստատեք, որ թե թվայնացման, թե ավտոմատացման գործընթացին եկել է կարծես թե օգնելու նաեւ արհեստական բանականությունը եւ դա էլ այսօր շատ մասնավորապես սկզբի ժամանակաշրջանում, երբ նոր էր ակտուալ դառնում, վախենալու էր հնչում արհեստական բանականություն եւ այլն, բայց որքանով դա եղավ օգտակար գործիք, ինչպես է այժմ կիրառվում ավտոմատացման եւ թվայնացման համակարգում եւ նաեւ դուք ձեր փորձով ինչպես եք կիրառում դա։ Իրականում այո, արհեստական բանականությունը եկավ լրացնելու այս գործընթացները կոնկրետ բիզնես աշխարհում, քանի որ արհեստական բանականության միջոցով արդեն թվայնացված, ավտոմատացված գործընթացները կարողացան դառնալ ավելի կառավարելի։ Այսինքն արհեստական բանականությունը այսօր կատարում է նաև մենեջմենտի ֆունկցիա։ Եթե նախկինում մենեջերը պետք է վերլուծեր, քննադատեր եւ կայացներ որևէ որոշում, այսօր արհեստական բանականությունը իր փոխարեն վերլուծում է նախ, ուսումնասիրում է տվյալները եւ առաջարկում է որոշումներ։ Այսինքն կարողանում է մենեջերը օգտվել այդ առաջարկված որոշումներից։ Իհարկե վերջնական որոշում ընդունողը բիզնեսում մենեջերն է եւ սեփականատերն է, բայց արհեստական բանականությունը այստեղ եկել է որպես շատ լավ օգնական։ Կարող եմ նշել, որ մարդիկ շատ քննարկում են արհեստական բանականությունը փոխարինում է, ես ավելի շատ կօգտագործեի ոչ թե փոխարինում է, այլ օգնում է, աջակցում է։ Տեսեք, ավելի շատ նշվում է, որ օրինակ մարդու գործոնին է գալիս փոխարինելու եւ եթե մի փոքր կրիտիկական արտահայտվենք, երբեմն նաեւ ասում են հնարավոր է բիզնեսն առանց մարդու, այսինքն հնարավոր է միայն լինի տնօրենը, մենեջերը եւ արհեստական բանականությունը։ Իրականում կարծում եմ, որ ի վերջո բացի տնօրեն մենեջերից արհեստական բանականության գործիքները նաև օգտագործող մարդիկ են պետք։ Այսինքն այնպես չի, որ մի անգամ արհեստական բանականություն, չնայած հիմա գործակալները, էջենտները, որ արհեստական բանականության էջենտները նաև այդպիսի ֆունկցիաներ են անում, մի անգամ իրան սովորեցնում ես process-ները ինքը կարողանում է ավտոմատ կատարել, բայց ի վերջո նույնիսկ այդ էջենտները, որ ստեղծվում են, իրենց էլ պետք են հետևողականություն եւ անձինք, ովքեր վերահսկում են։ Հետևաբար ոչ թե իրանք գալիս են փոխարինելու, այլ իրանք գալիս են աջակցելու եւ դառնալու գործիք, որբիսի բիզնեսը կարողանա ավելի արագ աճել, ավելի էֆեկտիվ արդյունքներ գրանցել եւ այսօր փաստերով կարող ենք ասել, որ այն բիզնեսները, որոնք արհեստական բանականությունը կիրառում են իրենց առօրյա գործունեության մեջ, իրանք շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում եւ մրցակցում են։ Կոնկրետ մեր համակարգում, ինչպես ենք մենք արհեստական բանականությունը կիրառում, մեկում համակարգը, քանի որ հաշվապահություն է եւ ֆինանսները ավտոմատացնում ամբողջությամբ, մենք արհեստական բանականությունը որպես օգնական ենք ինտեգրել եւ օրինակ որևէ հրաման, որ պետք է ձեռքով համակարգին տալ, հիմա արդեն տրվում է ցայնային ազդանշանի միջոցով։ Սա նույնպես օգնում է մենեջերին կամ նույն հաշվապահին, այսինքն նախ արագությունն է ավելանում, չէ՞, եթե դու պետք է մտնեիր մի քանի գործողություն կատարեիր, տեքստ հավաքեր եւ այլն, որբիսի այդ հրամանը կատարվել, հիմա մի ցայնային ազդանշանով ուղղակի ուղարկում ես, ասում ես օրինակ դուրս գրիր հաշիվ, այսինչ գործընկերոջը եւ ինքը համակարգը անմիջապես դա կատարում է։ Այսինքն մի քանի գործողություն, որ պետք է կատարվեր օրինակ 15 րոպեում, հիմա կատարվում է 30 վայրկյանում։ Այն մնացած 14 րոպեն եւ 30 վայրկյանը բիզնեսմենը կարող է օգտագործել իր ստեղծագործական գործունեության համար։ Այսինքն արհեստական բանականությունը մենք օգտագործում ենք, որպեսզի process-ները արագացնենք։ Եվ երկրորդ հատվածը դա վերլուծության մեջ է, երբ որ օրինակ ֆինանսիստը ինքը պետք է վերլուծի
պետք է հասկանա, թե բիզնեսում ինչ է կատարվում, ինչ տվյալներ կան, շրջանառություն, շահույթ, շահութաբերություն, ֆինանսական լծակ եւ այլն, ինքը պետք է ուսումնասիրի եւ վերլուծի, ստանա որոշակի արդյունք, օրինակ ներկայացնի մենեջերին։ Այսօր դա բավական էֆեկտիվ կերպով կատարում է արհեստական բանականությունը եւ մենք մեկում համակարգին ինտեգրելով հնարավորություն ենք տալիս, որ գործարարը ինքը այդ վերլուծության արդյունքները ստանա ու որոշման այլընտրանքներ ունենա։ Օրինակ որոշում է կայացնում, ասենք, փոխել շուկան, որովհետեւ այս շուկայում ինքը այլևս մրցունակ չէ։ Մինչև այդ ինքը չէր կարողանում այդ հանգամանքը ֆիքսել վերլուծության արդյունքում։ Շուկայի վերլուծություն անում այդ դեպքում։ Շուկայի տվյալ նախ անհրաժեշտ է որպեսզի արհեստական բանականությանը տրամադրենք շատ տվյալներ, օրինակ հարցումների տվյալներ, օրինակ վիճակագրական տվյալներ, հիմա օրինակ գիտեք որ ակտուալ է, ասենք արտահանման խնդիրը Հայաստանում եւ ռուսական այդ սահմանափակումները, որ առկա են, հիմա բիզնեսները, ովքեր արտահանողներ են, իրանք կարող են եւ կարծում եմ իրականացնում են տարբեր երկրների շուկաների տվյալները շատ հանգամանալից ուսումնասիրել, օրենսդրական որոշակի հիմքերը ուսումնասիրել, տալ այդ ամբողջ տվյալները արհեստական բանականությանը եւ վերլուծության արդյունքում ստանալ որոշման այլընտրանքներ, թե որ որոշումը կարող են կայացնել։ Շատ լավ, ամեն դեպքում, եթե կրկին վերադառնանք արհեստական բանականության կիրառելիությանը, իր ապագան ուր է հասնում, թե բիզնեսում կամ օրինակ բիզնեսի ապագան ուր է հասնում արհեստական բանականության հետ։ Բիզնեսի ապագան կարծում եմ, որ արհեստական բանականության հետ հասնում է շատ մեծ արագության, այսինքն process-ները այսօր տեղի են ունենում շատ ավելի անկամներով արագ, քան տեղի են ունենում նախկինում։ Այսինքն արհեստական բանականությունը, ինչպես նշեցի, եկել է օգնելու աջակցելու, որպեսզի բիզնեսները շատ ավելի արագ աճեն, շատ ավելի արագ զարգանան եւ այն բիզնեսները, ովքեր օգտագործում են արհեստական բանականությունը, իրանք այս առավելությունը ստանում են։ Այսինքն գրավում են նոր շուկաներ, վաճառքներ են ավելացնում, օրինակ նույն CRM համակարգերում, հաճախորդների կառավարման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգերում, այստեղ արհեստական բանականությունը մեծ առավելություններ է տալիս։ Իրանք կարողանում են հասկանալ հաճախորդի վարկագիծը, հա, ինչպես մոդենալ հաճախորդին։ Հիմա օրինակ նույն բոլոր առցանց խանութները, հա, այդ սկզբունքով են աշխատում։ Իրանք ուսումնասիրում են եւ իրանց հետևում արհեստական բանականությունն է աշխատում։ Իրանք ուսումնասիրում են հաճախորդի վարկագիծը, նույնիսկ ինչ է փնտրում, ինչ է ուսումնասիրում, հա, կամ իր տեղանքը որտեղ է գտնվում եւ այլն, այդ բոլոր տվյալները ուսումնասիրելով հաճախորդին սկսում են համապատասխան գովազդով գրավել եւ գրավելու արդյունքում արդեն իրանք վաճառքներ են ավելացնում։ Շատ լավ, պարոն Հարությունյան, ամեն դեպքում մեր մարզում կամ եթե մասնավորապես ասենք Գյումրիում ունենք արդյոք հիմա բիզնեսներ, ովքեր ամբողջությամբ կամ մասամբ աշխատում են թվայնացման, ավտոմատացման եւ արհեստական բանականության կիրառությամբ եւ եթե ունենք, ապա որ ոլորտի բիզնեսներն են։ Մասամբ կարող եմ ասել, որ ունենք մեր փորձառության մեջ կոնկրետ օրինակ Գյումրիում, Շիրակի մարզում նույն մեկում համակարգը բազմաթիվ բիզնես գործընկերներ օգտագործում են նաև այլ համակարգեր, որոնք գալիս են օգնելու օրինակ նույն հաճախորդների, մարքեթինգի ոլորտում, ոլորտային առումով կարող եմ ասել, որ հիմնականում ավելի ավտոմատացում եւ թվայնացում եւ նաեւ արհեստական բանականությունը կիրառվում է արտադրության ոլորտի կազմակերպություններում, սպասարկման ոլորտում դեռևս այդ շարժը դանդաղ է,
քանի որ սպասարկման ոլորտի ընկերությունները իրենց գործընթացները ավելի ավանդական մեթոդներով են պատկերացնում, բայց իրականում պետք է բոլոր գործարանները արդեն արձանագրեն, որ առանց արհեստական բանականության իրենք դառնում են ավելի քիչ մրցունակ։ Առնվազն մրցունակության այստեղ խնդիր կա։ Իսկ այն մրցակիցները, ովքեր օգտագործում են, իրենք բարձրացնում են իրենց մրցունակությունը։ Լինի դա սպասարկման ոլորտ, լինի դա փոքր ընկերություն, գերփոքր թե մեծ ընկերություններ, իրանք մրցունակության խնդիր պետք է լուծեն արհեստական բանականության միջոցով։ Եվ եթե նոր է բիզնեսը ուզում մտնել այս փոփոխությունների մեջ, ինչ քայլեր կան, գուցե 2-3 քայլով փորձենք առանձնացնել, թե ինչ պետք է անի բիզնեսը, որպեսզի գնա այդ ճանապարհով։ Առաջին քայլը, որ խորհուրդ կտայի, դա այն է, որ նախ եւ առաջ պետք է գործընթացները բիզնեսում հասկանալ եւ առնվազն գրի առնել։ Այդ բիզնեսում ինչ գործընթացներ կան, սկսած ամենաառաջին օրինակ հումքի ձեռքբերումից մինչև վերջնական արտադրանքը կամ եթե ծառայություն է, երբ որ ծառայությունը հասնում է սպառողին, հաճախորդին։ Երբ որ գրի ենք առնում եւ գործընթացները մեր գործընթացները հստակ պատկերացնում ենք, երկրորդ քայլը պետք է հասկանանք, թե ինչպիսի օրինակ կրկնվող գործընթացներ ունենք, որ ամեն օր մենք դա անում ենք։ Երբ որ դա նույնպես առանձնացնում ենք, արդեն երրորդ քայլով մենք կարողանում ենք առնվազն թեկուզ փոքր բիզնեսում, թեկուզ անվճար գործիքների միջոցով, որ մեծ ներդրումներ չկատարվեն, մենք կարողանում ենք արդեն հասկանալ, թվայնացնել, տվյալները մուտքագրել որոշակի ծրագրերի մեջ եւ կարողանալ նաեւ օգտագործել այդ գործիքները։ Իսկ արդեն հաջորդ քայլը բնական է կլինի ամենօրյա օգտագործումը ու զարգացումը։ Այսինքն օրինակ կարող է լինել նույն ֆինանսների ոլորտում, որը մեր հիմնական մասնագիտացումն է, ֆինանսների ոլորտում, եթե բիզնեսը չգիտի օրինակ ամենօրյա իր վաճառքների մեծությունը, չգիտի իր շրջանառությունը, չգիտի իրականում ինքը ինչքան շահույթ է ստանում, շահույթի մեծությունը, դա արդեն իսկ գործընթաց է, որ պետք է գրի առնվի եւ այդ տվյալները ամենօրյա մուտքագրվի համակարգ։ Օրինակ օգտագործվի մեկում համակարգը եւ այդ համակարգի միջոցով հետեւողականորեն հասկանալ, թե բիզնեսը ինչ ուղղությամբ է զարգանում ֆինանսների առումով։ Արդյոք ինքը գնում է դեպի աճ, թե ինքը իրականում անկում է ապրում, բայց բիզնեսին թվում է, թե իր գործերը շատ լավ է, ինքը, ասենք, մեր բիզնեսները այդպիսի խնդիր ունեն, իրանք դիտարկում են ավելի շատ մակերեսային, չեն վերլուծում, չեն խորանում, թե արդյոք այդ մի փոքր վաճառքի աճը, որ տեղի ունեցավ, դա ընդանուր բիզնեսի զարգացմանն է տանում, թե ուղղակի սա էպիզոդիկ աճ տեղի ունեցավ, հետո նորից հետ են գնում նույն մեր ցուցանիշներին։ Դրա համար այդ խորհուրդները կդամ եւ ամենակարևորը իհարկե որ դա դարձնեն ոչ թե մի անգամյա գործընթաց, այսինքն մի անգամ կիրառեցինք եւ մոռացանք իր մասին, այլ ամենօրյա, թեկուզ անձնական հեռախոսներում ունենալով ծրագրեր, անձնական համակարգիչներում, որովհետեւ ամենօրյա կարողանանք հետևել եւ տանել դեպի զարգացման։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Իսկ ես մեր հեռուստադիտողին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում զրուցում էի տնտեսագիտության թեկնածու դոցենտ Խարիփ Հարությունյանի հետ, կհանդիպենք։